2022 թվականին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը չավարտվեց այնքան արագ, որքան կարծում էին Կրեմլում։ Թուրքերն էլ իհարկե օգտվեցին իրավիճակից։ 3 տարուց ավել է ընթացող պատերազմի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է եղել զիջել նաև մնացյալ կալվածքները Արցախում ու լուր հեռանալ, քանի որ ուկրաինական ճակատում ավելի շատ խնդիրներ ունի լուծելու Թուրքիայի հետ, քան հարավային Կովկասում։ Հավանական է, Մոսկվան դա արեց հույսով, որ սա կլինի վերջին զիջումն ու Հայաստանը գոնե թե կմնա իր տիրապետության տակ իբրև հենագետ։ Ընդդեմ Թուրքիայի կամ Միջին Միչանսկի, սակայն Փաշինյանին այլ բան համոզեցին, ապացուցելով, որ եթե Ուկրաինայում հանգուցալուծում չլինի, ինչ իմանաս ինչ զիջման կգնա Պուտինը Հայաստանի մասով։ Հետևապես ավելի լավ է հայերը լուծեն իրենց զիջումների ու փոխզիջումների հարցը ուղիղ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, քան ռուսները գան ու դա անեն, սակայն արդեն Մոսկվայի շահերից բխելով։ Ու Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը։ Ինքը երկկողմ այցով հիմա չի մեկնում Մոսկվա ու սեղմում Պուտինի ձեռքը, այլ գնում է Ստամբուլ ու սեղմում է Էրդողանի ձեռքը, ցույց տալով, որ այս կողմի առաջարկն իր համար ավելի ռացիոնալ է։ Առնվազն կույր է պետք լինել սա չնկատելու համար։ Այլ հարց է, թե դուք ինչպես եք վերաբերվում այս որոշմանը։ Ընտրությունն արդեն այստեղ ձերն է, ես չեմ ցանկանում որևէ կարծիք պարտադրել։